Շատ ասում եմ ավել լավ է բանաստեղծ ու լինել մուլտիպլիկատոր ուրեմն պետք չի ես սկզբից ասեցի ուսուցչի տոնով մի խոսեք դուք պահպանեք սահմանները ուսուցչի տոնով նստել եք աչից հարգված մուլտիպլիկատորը ձախից ուրեմն տնօրեն ու համակեցության մասին ենք խոսում բայց ինքներս հայեր լինելով ոչ մի կերպ չի կարող լեզու գտնել գուցե ճիշտ կլինի այդ համակեցության սկզբունքով շարունակենք առողջ քննարկում լավ համակեցության սկզբունքով ես խորհուրդ կտայի պարոն Բլեյանը իր այդ տեսակետները այն մասին, որ 1924 թվականին Արցախը Ադրբեջանի կազմում մնաց եւ իբր թե դա Արցախցու ընտրություններ, այլ ոչ թե պարտադրված էր Խորհրդային Միության կողմից, ես կխնդրեի, որ նա գնա եւ Ստեփանակերտում արցախցիներին հավաքի եւ ահա այդպիսի տեսակետը հայտնի եւ տեսնի թե ինչպիսի արձագանք կստանա։ Սա մեկ, երկրորդը մենք վերջապես պետք է հասկանանք, որ գոյություն ունի անվտանգության խնդիր։ Անվտանգությունը ես համամիտ եմ նաև այն բանի հետ, որ կա ներքին անվտանգություն։ Այո, այդ ջիպերի խնդիրը, մնացած անկազմակերպվածության, համակարգի կոռումպացվածության, այս բոլոր խնդիրները առկա են։ Սա նույնպես անվտանգության խնդիր է։ Եվ մենք պետք է անդրադառնանք այդ խնդիրներին նույնպես, բայց այսօր մենք կարծես թե խոսում ենք ավելի լայն շրջանակի մեջ, կարող ենք անդրադառնալ ներքին խնդիրներին նույնպես, բայց ինչպես պետք է լուծենք մեր արտաքին հարցերը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Ահա մենք կարծես թե սրանից սկսում ենք, վերադառնում ենք, ասում ենք ջիպերը միայն նրանով, որ ներքին այնպիսի կազմակերպվածություն եւ ջիպատերից շատերը շատ լավ հանգստանում են Թուրքիայում։ Այո, որպես ռեպլիկ։ Եվ այո, ներքին այնպիսի կազմակերպվածության մակարդակ պետք է ձեռք բերել, որ արտաքին թշնամական ուժերը, իսկ դրանք են Թուրքիան եւ Ադրբեջանը, չի կարելի չտեսնել նրանց թշնամությունը, այն որ նրանք ոչնչացրել են մեր մշակույթը եւ շարունակում են ոչնչացնել, այս ամեն ինչի վրա փակել աչքեր եւ չտեսնել ուղղակի զարմանալի է։ Այ մենք խոսում ենք թյուրիմացությունից, թյուրընկալումներից, հաճախ խոսում ենք նաև տեղեկատվական պատերազմի մասին, որ ընթանում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այ ադրբեջանական կողմում երբեք չես հանդիպի ինչ-որ հայտարարություններ, արտահայտություններ, որ մեկը մի բան է ասում, մյուսը մեկ այլ բան։ Հայաստանում համատարած այդ իրավիճակը ինչ է կարծում, եթե մենք Հայաստանում բացեք ինտերնետը եւ կտեսնեք շատ հետաքրքիր հոդվածներ Իդեպ երեք չառաջ որ Ադրբեջանցիները այո, եւ թե խմբագիրներ են ձերբակալվում Ադրբեջանում հենց այդ տեսակետների միսի բանի համար։ Ես որ ասում էի, որ մենք շատ վատ ենք ճանաչում այսօրվա, իդեպ մենք երեք ժողովուրդներով, այդ ես չեմ ասում, բավականին էլ նման ենք իրար, ադրբեջանցիները, հայերը, վրացիները, չեմ ասում թուրքերը, եւ այն որ չնայած ամեն ինչին քանի 100 տարի գտել են ի վերջո անընդհատ ամեն մի այս բանից հետո համակեցության ձևը խոսում է այդ մասին, որ ավելի շատ ընդհանրություններ կան եւ պետք է կառուցել ընդհանրությունների վրա։ Մենք որ միջազգային ատյաններում պիտի ներկայացնենք, որ սա է Ղարաբաղի խնդիրը, սա կարող է լինել մեր։ Այդ դուք եք ասում եւ քաղաքագետները, ես ընդհանրապես միջազգային ատյանները չէի օգտագործի իմ հարևաններին վիրավորելու եւ հակամարտությունը խորացնելու համար։ Ես չէի օգտագործի այդ ամբիոնները։ Ես ընդհակառակը այդ ամբիոնները օգտագործեի նախաձեռնությունների ներողություն Գագիկ, ես հենց դա էի ասում։ Այսօր ամբիոնները կօգտագործեի։ Հաշտության փաստաթուղթը դրված Սևանում, փաստաթուղթը ստորագրվում է համաձայնության։ Ժողովուրդները պատրաստ են։ Պատմական օրինակ բերեմ, ժողովուրդը պատրաստ է, միշտ պատրաստ է, որտեղ ժողովուրդը իր կյանքը, իր երեխաների կյանքը ամենաշատն է կարևորում։ Եվ ժողովուրդը շատ լավ հասկանում է այդ պահին իշխանությունը ինչ կարող էր անել եւ ինչ պիտի անի։ Ժողովուրդը այդ մասին չի ասի, բայց ժողովուրդը այդ մասին արտահայտվում է։ Դուք մի մոռացեք, Դգոլը ինչ ճանապարհով եկավ գեներալ Դգոլը իշխանություն գալուց հետո կարծեմ 1940 քանի թվին գնաց Ալժիր, եւ երբ որ Ալժիրում հավաքվել էր ժողովուրդը Կոչ էր անում, գիտեր թե գեներալ Դգոլն եկել է նորից Ալժիրի հարցը վերադարձնելու, չգիտեմ ինչա, գեներալ Դգոլը մի բան ասեց, ես ձեզ հասկացա, եւ հետ եկավ ստորագրեց Ալժիրի անկախությանը եւ արտահայտեց մի իմաստուն բան, ես գիտեմ ինչ է ուզում ֆրանսիացին, եթե ապրող ֆրանսիացին, եւ ֆրանսիացին հարգեց Ալժիրցու ինքնուրույն ապրելու իրավունքը, եւ այսօր Ալժիրի մի մեծ բան ապրում է շնորհիվ
Ֆրանսիայի, ծաղկող Ֆրանսիայի, այսինքն այսօրվա իշխանությունը չի կարող կյանքի պաշտպանը չլնել, չի կարող այսօրվա Հայաստանցու իշխանությունը չլնել եւ այսօրվա իշխանությունը լեգիտիմանալու, օրինականանալու մի ճանապարհ ունի, դա հաշտության, համաձայնության հաստատումը, այդ ճանապարհով նա կօրինականանա, չէ, ուրեմն նա միշտ կմնա անօրինակ։ Այո, մենք ես որ ասացի, որ ուրեմն մենք շատ նման ենք իրար, այսպիսի պրոցեսներ գնում Ադրբեջանում էլ ես ենթադրում եմ, որ ունենալով շատ մեծ հնարավորություններ լավ ապրելու եւ այսօր լավ կյանքի համը ճաշակելու եւ այլն, աճելա, մեծացել է մի սերունդ, որը վստահ եմ պատրաստ է եւ այդ երկխոսության ուղղակի մենք պիտի պարտադրենք ոչ թե թուր թվանք մի ձեռքում զենք չգիտեմ մյուսը, այլ մենք ուղիղ պետքա գնանք երկխոսության եւ մեր քաղաքական նախաձեռնությամբ մենք պարզապես պիտի պարտադրենք հաշտությունը, ընդ որում միշտ ցույց տալով որ զինված կանգնած ենք այնքան, որ հաշտության այլընտրանք ադրբեջանցի չտես, ոչ, պարզապես, այսինքն այն երիտասարդները, ովքեր ստեցան շարժումից հետո մեծացել են, դա այն սերունդն է, որի համար Բաքվում մայրաքաղաք չէ, նրանք ադրբեջանցի ընկերներ ու դասարանցիներ չեն ունեցել, նրանց համար այնինչ առաջարկում է պարոն Բլեյանը, ընդունելի կարող է լինել։ Իդեպ մենք ենք այդպես արել, դուք ձեր հեռուստաընկերության, հարգելի Armenia TV, հարգելի, եթե ես միացնեմ ձեր հեռուստաընկերության, որ շատ հարգում լրատվություն եւ առաջին լուրը ստանամ ձեր լրագրողի կանգնած Բաքվից, Վրաստանից, մյուսից, տա ուղիղ ռեպորտաժ ինչ է կատարվում իրական Բաքվում, ինչ է կատարվում իրական Թիֆլիսում եւ այլն, եւ ես ունենամ իրական լրատվություն, դուք էլ ձեր գործը արած կլնեք։